Մեր վերնախավի և հռոմեական արքունիքի միջև բանակցությունների արդյունքում կայացում է հետևյալ որոշումը, որ հռոմեացիները որոշակի փոխհամաձայնության են գալիս մեր վերնախավի հետ և բեմադրում են զիջում, այսպես ասենք, իրենց կողմից, այսինքն փոխզիջումային լուծում Հայաստանում թագավոր է կարգվում պոնտական արքայազն Զենոնը։ Զենոնը, ինչպես Տակիտոս պատմիչն է ներկայացնում, երբ որ թագադրվում էր հայ ավականու կողմից բացականչություններով ընդունվել է իբրև Արտաշես, այսինքն հայկական դինաստիական Արտաշեսյան արքայատոմի անունն է ստացել և սրանով նա կարծեք տարբերակված լինի այդ շրջանի դերածո արքաներից։ Եվ պատահական չէ, որ նա միակն է այս դերածո արքաների շրջանում, որ 2-ից 52 թվերին են գահակալել, որ ոչ միայն չի հեռացվել իշխանությունից, այլ նաև իր բնական մահով է մահացել և փաստորեն հայկական տեղական ավականու հետ որևէ խնդիր չի ունեցել։ Նա ի սկզբանե բավական հարազատ էր հայկական տեղական ավանդույթներին, հավատարիմ էր, որևէ նորամուծություն չէր փորձում անել և նա փաստորեն խաղաղությամբ իշխեց 18-ից 34, որոշ հետազոտողների պնդմամբ նույնիսկ մինչև 35 թվականը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։